Բարի լույս բոլորին, առաջին ծրագիրը եթերում է, ATV ուղիղ եթերում աշխատում ենք ձեզ համար, որ ձեր առավոտը լինի պայծառ ու հետաքրքիր։ Դրսում եղանակը մի փոքր մառախլապատ է, չնայած մի քիչ հիմա արդեն ցրվել են ամպերը, բայց առավոտյան բավականին այսպես մառախլապատ էր, հետաքրքիր միստիկ տրամադրություն կար եղանակի հետ կապված, ինչևէ, ամենակարևորը, որ տաք է, եւ ինչպես ասում են օդերևութաբանները, այսօր մայրաքաղաքում մինչեւ 9 աստիճան տաք է լինելու, երեկոյան էլ կգնացվի մինչեւ 6 աստիճան տաք։ Սա նշանակում է, որ ոչ թե ձմեռ է դրսում, այլ բավականին հաճելի աշուն։ Այնպես որ խոնավ տրամադրությունը եղանակային եւ տաք տրամադրությունը ուղեկցելու է մեզ մինչեւ ամսի 13-ը ու հետո արդեն երևի թե քայլ առ քայլ կմոտենանք ցրտաշունչ ձմռանը։ Բարի լույս բոլորին, փորձեք այս տրամադրության մեջ նաեւ ներգրավված լինել դուք, իսկ մենք կփորձենք մոտակա 1 ժամ եւ 30 րոպեն ձեզ տալ հենց այն ամբողջական ինֆորմացիան, որն այսօր նախապատրաստված է մեր եթերի համար։ Դե բնականաբար այս ամենին կգումարվի նաեւ համեղ տրամադրությունը, որն սիրով ապահովել է մեր շատ սիրելի Ադրինե։ Մինչ այդ ես նշեմ, որ առավոտը սկսելով մեզ հետ կունենաք օրվա հաճելի սկիզբ, իսկ երեկոն ավարտելով Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող ռոզե փրփրուն գինով, բրիզով, հաստատ էլ ավելի հաճելի կլինի երեկոն եւ իհարկե ընկերների եւ ընտանիքի հետ միասին բրիզը կտա հետաքրքիր գույն ձեր երեկոյին։ Այս ամենն արդեն օրվա ընթացքում կամ երեկոյին, իսկ առավոտը սկսեք լավ տրամադրությամբ ու համեղ տրամադրությամբ ամենակարևորը։ Դե համեղ տրամադրություններ, ինչպես արդեն իսկ նշեցի, պատրաստում է մեր Ադրինեն։ Իդեպ այսօրվա կերակուրը նա հատուկ իմ պատվերով ու ցանկությամբ է պատրաստել, այնպես որ հիմա հասկանանք որն է այդ կերակուրը։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս Սուրեն ջան, բարի վերադարձ նաև, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ասում եմ առավոտը սկսեք համեղ, ընտիր եւ օգտակար նախաճաշով, հետո ըմպեք շատ տաք մեկ գավաթ սուրճ։ Ահա ես արդեն նախաճաշել եմ, հասցրել եմ նախաճաշել գալ աշխատանքի եւ իմ սուրճը արդեն պատրաստ է, որը մեծ հաճույքով կվայելեմ։ Սիրելիներս, ասեմ, թե ինչ եմ այսօր Սուրենի պատվերով պատրաստելու։ Ես գիտեմ, որ նա շատ է սիրում բազուկի տերևները, այսինքն բազուկով պատրաստված յուրաքանչյուր ուտեստ, ահա մենք մեր սովորական լեքսիկոնում, խոսակցականում ասում ենք ճավ։ Ահա ճավ ունեմ կտրատված վիճակում, այստեղ ունենք սունկ, պահածոածված տարբերակն է, դուք կարող եք թարմ սունկ օգտագործել եւ ունեմ գազար քերիչով անցկացված։ Ունենք այստեղ նաեւ հավկիթ, լավ, այսպես առատ հավկիթ եմ ես արդեն կոտրել ամանի մեջ եւ ունենք պանիր։ Այսինքն այս բոլոր բաղադրիչները պետք է միախառնվեն եւ դառնան շատ համեղ ձվածեղ, շատ համեղ է լինելու, խորհուրդ եմ տալիս դուք էլ օրվա ընթացքում ձեռք բերեք այս համապատասխան բաղադրիչները եւ պատրաստեք այս համեղությունը, հավատացնում եմ շատ հագեցնող է, շատ վիտամիններով հարուստ եւ կարծում եմ օրվա ընթացքում շատ տեղին կլինի եւ ինչու ոչ նաեւ եղանակին համահունչ։ Կողքին կարելի է որևիցե ապուր եւս պատրաստել, որպիսի լինի եւ տաք կերակուր, այդպիսի այդ ջրալի տարբերակը եղանակին է համահունչ եւ լինի իհարկե այս հագեցնող տարբերակը։ Եվ այսպես մի խոսքով դուք նախաճաշեք, միացեք մեզ անպայման առաջին ծրագրին հետևեք, որպեսզի ընթացքին ծանոթանաք։ Ես արագ խոսքս փոխանցեմ Սուրենին, հետո կշարունակենք։ Այո, շնորհակալություն Ադրինեին, որ այս համեղությունը այսօր պատրաստելու է մեզ համար եւ բնականաբար արդեն ծրագրի ավարտից հետո սիրով կփորձենք եւ համոզված եմ շատ համեղ է ամեն ինչը լինելու։ Հետևեք առողջությանը, առողջ սնունդը սա շատ կարեւոր բաղադրիչ է ձեր առողջ ապրելակերպի համար։ Այս ամենին գումարեք օրվա մեջ մարզումները, շատ քայլեք դրսում այնպիսի եղանակ է, որ քայլելու տրամադրությունը հաստատ կլինի։ Եվ բնականաբար գտեք ժամանակ եւ այցելեք մարզասրահ, որտեղ ձեզ պրոֆեսիոնալ մարզիչները կարող են ճիշտ ներկայացնել այն մարզաձևն ու տեսակը, որը հատուկ է հենց ձեր օրգանիզմի համար։ Ակվատեկը հենց այն համալիրն է, որի դռները բաց են եւ սպասում են բոլորին։ Քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկը։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով ու պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։
Ակվատեկ համալիրում յուրաքանչյուր կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունքը։ Այնպես որ դուք էլ գնացեք այնտեղ ու գտեք ձեզ համար այդ զբաղմունքը, իսկ հիմա ամբողջական տրամադրված ինֆորմացիան արդեն եթերում կլինի եւ հասկանանք թե ինչ է Ակվատեկն այսօր առաջարկում մեզ։ Բարի լույս ձեզ, նորից ես եմ Ակվատեկից, այսօրվա մարզումները կանենք սարքավորումներով։ Այո, հետևեք ձեր առողջությանը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, առաջին ծրագիրն է եթերում ATV ուղիղ եթերում եւ մենք առավոտը սկսել ենք մարզումով լավ տրամադրությամբ։ Ակվատեկում ենք, իդեպ նշեմ, որ Ակվատեկը դա ոչ միայն հանգստի, այլև էներգետիկ առողջության եւ նոր տպավորությունների մի հրաշալի վայր է։ Մեր եթերը նույնպես այդ տպավորությունները տալիս է ձեզ ու տալիս է հենց այն էներգիան, որը յուրաքանչյուր առավոտ ձեզ պետք է արթնանալու եւ ճիշտ օրը կազմակերպելու համար։ Հիշեք, որ դուք ամենալավն եք, ամենագեղեցիկն եք, ամենահաջողակն եք ու ամենահետաքրքիր մարդն եք եւ ձեզ բոլոր շրջապատող մարդիկ շատ սիրում են ձեզ։ Բնականաբար դուք էլ հենց նրանց։ Մնացեք մեզ այդ եթերում, այս պահին առողջապահական էջն է մեր, որից հետո վերադառնում ենք ու նորից շարունակում ենք շարժվել առաջ։ Լիպոֆիլինգը դա քիչ փոքր ինվազիվ վիրահատական միջամտություն է, որ այսօր էսթետիկ բժշկության մեջ շատ հաճախ է կիրառվում։ Լիպոֆիլինգը իրենից ներկայացնում է նախ առաջին էտապը լիպոսակցիա, երբ հեռացվում է մաշկի տակ գտնվող ենթամաշկային ճարպային բջջանքը, հետո այն ճարպը ենթարկվում է որոշակի մշակման եւ հետո այն ներարկվում է այն հատվածներ, որտեղ ուզում ենք հաղորդել ծավալային փոփոխություններ։
Հիմնականում իրականացվում է դեմքի շրջան, կրծքերի շրջան, նստատեղի շրջան։ Լիպոֆիլինգի մեթոդը կիրառում եմ ես արդեն տարիներ շարունակ, դա իտալացի հայտնի վիրաբույժ Մարիո Գոյիսիսի հեղինակային մեթոդն է, որը շատ քիչ տրավմատիկ է, իրականում կոչել այսպես որպես վիրահատական միջամտություն նույնիսկ չի կարելի, որովհետև միջամտությունից հետո հաճախորդներս հանգիստ կարողանում են գնալ, զբաղվել իրենց կենսակերպով եւ չկա դեմքի վրա որևէ արտառու, այսպես ինչ-որ այտուցներ, կապտուկներ եւ տրավմաներ։ Բնականաբար, եթե մենք իրականացնում ենք լիպոֆիլինգ, ապա այսօր լիպոֆիլինգի հիմնական ֆունկցիան ոչ թե ծավալային փոփոխություն հաղորդելն է դեմքին, այլ երիտասարդություն։ Լիպոֆիլինգի տված մաշկի սնուցումը անհամեմատելի է որևէ միջամտության հետ։ Չկա այսօր մի որևէ գործարանային պրոդուկտ կամ չկա այսօր մի որևէ քիմիական ֆորմուլա, որը մեզ կտա մեր սեփական ճարպի սնուցումը եւ այն ազդեցությունը մաշկի վրա, որը տալիս է սեփական ճարպային բջիջները։ Սեփական ճարպային բջիջները դրանք եւ ցողունային բջիջներ են, որովհետեւ իրենք կենդանի են, ներարկման համար ստացված ճարպային բջիջները չեն ենթարկվում մեր կենտրոնում որևէ մշակման, մենք չենք ցենտրիֆուգում, մենք չենք կոտրում, մենք չենք ջարդում եւ այդ ճարպային բջիջները մաքուր լվացվելուց հետո ներարկվում են ենթամաշկային շրջան։ Ներարկման համար օգտագործում եմ այն կանյուլաները, որոնք ես առհասարակ օգտագործում եմ ֆիլերների եւ բիորևիտալիզանտների ներարկման ժամանակ։ Ինչու եմ դա նշում, որովհետեւ հաճախորդները գիտեն, որ դրանք բավականին բարակ կլոր ոչ սուրճ ծայրով գործիքներ են, որոնցով ներարկել ճարպային բջիջները դա մեզ կտա շատ քիչ տրավմատիկ ազդեցություն, գրեթե տրավմա չենք ունենում որևէ կապտուկներ, չենք ունենում որևէ անհարթություններ, որովհետեւ երբ հաճախորդները գալիս են, ասում են բժշկուհի ջան, մենք շատ կարդացել ենք կամ տեսել ենք, որ լիպոֆիլինգից հետո կարող են լինել այսպես գնդվածություններ ճարպային։ Ճիշտ լիպոֆիլինգի ժամանակ որևէ անհարթություն, որևէ ճարպային այսպես ինչ որ գնդերի կամ խմբերի գնդվածություն, անհարթություններ չպետք է լինեն։ Ներարկված ճարպի 50-60%-ը դուրս է գալուց, իսկ մնացած 30-40% ճարպը անօթավորվելու է, կպնելու է մեր սեփական ճարպի շերտին, որը գտնվում է ենթամաշկային շրջանում եւ դառնալու է հավելյալ ճարպային շերտ։ Այսինքն մենք ունենալու ենք առաջին ծավալ, որովհետև կլայնացնենք, կհաստատենք ճարպային շերտը, որը մեզ կտա ծավալային փոփոխություն։ Եվ երկրորդը մենք ունենանք հաստ ճարպային շերտ, որը շատ սնուցում կտա մեր մաշկին։ Իսկ դա նշանակում է եւ ջուր, եւ սննդարար նյութեր, եւ վիտամիններ, եւ ածխաջրեր, այսինքն այն ամենը, ինչ մենք ունենք այսօր տիեզերքում։ Ճարպային բջիջը դա մեր սեփական գործարանն է, որը կարտադրի այն համապատասխան նյութերը, որոնք անհրաժեշտ են մեր մաշկին չծերանալու համար։ Լիպոֆիլինգը այլ պրոցեդուրաների հետ համակցելը մի փոքր պահանջում է զգուշություն, որովհետև եթե մենք անում ենք լիպոֆիլինգ, ապա այս դեպքում մեր առաջացրած ճարպային բջիջները մենք շատ զգուշորեն պետք է վերաբերվենք, չունենանք այն միջամտությունները ճառագայթային, որոնք տանում են ճարպը։ Այսօր մենք ունենք ասեղնավորման մի քանի տեսակներ, որոնք իրականացնելուց հետո մեր դեմքի ճարպային շերտերը հյուծվում են։ Այսինքն իրականացնելուց հետո հստակ տալիս ենք ցուցումներ հաճախորդին, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել։ Լիպոֆիլինգը անփոխարինելի միջամտություն է ինձ համար, ինչպես եւ բոտուլինոտոքսինը։ Դրանք երկու շատ առանձնահատուկ միջամտություններ են, որոնք ունեն իրենց հավասարը կամ նույնիսկ իրենց հասնող ինչ որ փոխարինումներ։ Լիպոֆիլինգը ասեցի, որ լինում է եւ դեմքի եւ մարմնի շրջանում, բնականաբար այսօր շատ հաճախ տեսնում ենք այդ լիպոսկուլտուրի ռվենիա, լիպոսակցիա, լիպոֆիլինգ, մարմնի կորեկցիա կոչված պլաստիկ վիրահատական միջամտությունը, որ շատ հաճախ են իրականացնում կանայք, այն գեղեցիկ արդյունք է տալիս, կինը շատ ավելի վստահ է իր վրա դառնում եւ այդ ինքնավստահությունը եւ գեղեցկությունը բնականաբար տալիս է կնոջը շատ մեծ երջանկություն։
Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան, հուսով եմ մեզ հետ եք եւ պետք է միասին պատրաստենք շատ համեղ ձվածեղ։ Ինչ է մեզ պետք այս ձվածեղը պատրաստելու համար։ Ահա հիմնական հիմքը, այսպես ասած, հանդիսանալու է ճավը, ես կտրատված տարբերակով արդեն պատրաստ է այստեղ ունեմ, այստեղ ունենք պահածոացված սունկ, որը կարելի է հենց թարմ վիճակով օգտագործել, ինչը որ կա ձեռքի տակ, եւ այստեղ ունեմ քերիչով անցկացված գազար, բնականաբար ձվածեղի հիմնական մասը, բաղկացուցիչ մասը կազմելու է հավկիթը եւ ունենք պանիր, 1 պճեղ սխտոր, նաեւ ալուր ենք օգտագործելու։ Այսպես, արդեն յուղը թավայի մեջ եմ լցրել, թող մի փոքր տաքանա եւ կամած կսկսենք տապակել բաղադրիչները։ Ալյուրը մեզ պետք է իհարկե այս բոլոր բաղադրիչները միախառնելու համար, որպեսզի կպչունություն ապահովենք, բայց սա քիչ ավելի ուշ։ Արդեն կարող ենք տապակել մեր գազարը։ Սիրելիներս իմիջիայլոց ասեմ, որ կարելի է նաև այստեղ սոխել, ավելացնել, սոխ տապակել, շատ համեղ կլինի։ Այսօր իհարկե ես չեմ ավելացնի սոխը, սակայն շատ տեղին կլինի։ Ահա, փորձենք խառնել զգուշությամբ, պարտադիր պայման չէ երկար տապակելը, որովհետև երբ բոլոր բաղադրիչները միախառնենք, սիրելիներս, դե այնուամենայնիվ էլի պետք է այս բոլոր բաղադրիչները եփվեն, այնպես որ կարելի է ուղղակի մի փոքր յուղի մեջ այսպես վախեցնել, տապակել, ինչի համար, որպեսզի մի փոքր փափկեն։ Ահա, հիմա ավելացնենք, ողջույն Սուրեն ջան։ Այսօր պատրաստում ես ամեն ինչ իմ ցանկությամբ, իմ պատվերով, ինչի համար ես շատ շնորհակալ եմ քեզ։ Եվ դու այստեղ հիմա արդեն ամեն ինչ կատարել ես տապակման process-ի մեջ։ Իդեպ ասեմ, 3 վերադառնում եմ Մոսկվայից։ Այո։ Եվ օդանավակայանում ինքնաթիռի սպասելուց առաջ մի համեղ կերակուր կերա, որի այդպես ֆիքսվեց ինձ մեջ եւ մտածի, որ դու էլ շատ համեղ կպատրաստես։ Իտալական խոհանոցից էր պանրով ապուր հացի մեջ։ Ահա, մենք էլ ունենք, մեր հայկական խոհանոցում էլ կա նման կերակուր։ Ոչ, պանր խաշն է, որը լավաշով սոխառածով, միայն պանիր է, լավաշ սոխառած։ Շատ հետաքրքիր։ Դա կրեմ ապուր էր, պանրային եւ ինքը հացի մեջ փորված, լցրած, շատ համեղ էր։ Շատ, մենք էլ ունենք ավելի, ինձ թվում է ավելի օգտակար եւ լավ տարբերակ, որովհետեւ եթե սա քո ասած հացի մեջ է, սովորական հացի մեջ։ Այո, այսպես կլոր հացի մեջ։ Կլոր հացի մեջ, ապա մերը լավաշով է, լավաշը շատ ավելի օգտակար հաց է, եւ այո, պանր խաշը լավաշն է, պանիրն է շատ առատ պանիր եւ իհարկե սոխառած ընտիր ուտելի։ Դե երբ կպատրաստես Ադրինե։ Երբ մոտորերս կարելի այո։ Եղանակն այդ տրամադրությունն է տալիս, կարծում եմ որ արժի։ Շատ հոյակապ բան է սառաջարկում եւ եղանակը այո շատ համահունչ է այդ ուտեստին, այնպես որ իտալացիներ հետ չկարծեք որ դուք մեզանից առաջ եք։ Դե մեր բարեկամները խոհարարները վերջերս նաեւ այստեղ ներկայացրեցին իրենց համեղությունները, որտեղ ողջույններ ու բարևներ նրանց։ Պարոն Դեսպանին նաև եւ իհարկե շնորհակալություն մեզ վստահելու համար իրենց այդ տրամադրությունը։ Ինչու ես գնացել Մոսկվա, շատ հետաքրքիր հանդիպում ունեցա այնտեղ։ Օ, ես գիտեմ, Սուրեն, եւ լավ կլինի որ պատմես հեռուստադիտողին, այո։ Հանդիպումս Կոնստանտին Սարգսյանի հետ էր, հոկեբան, ում ոդկասթները եւ մտքերը անընդհատ Instagram-ով պատտվում են, այո։ Եվ բնականաբար շատ հետաքրքիր հանդիպում էր, քանի որ ինչպես տեղյակ են մեր հեռուստադիտողները մեր եթերներից, լինելու է ուխտագնացում դեպի Երուսաղեմ, հա, եւ հին տոմարով հունվարի 18-ին Սուրբ Ծնունդը նշվելու է այնտեղ, եւ իհարկե մենք ցանկություն ունեցանք, որպեսզի նա նույնպես ներկա գտնվի եւ նա շատ այսպես մեծ ուրախությամբ համաձայնվեց, այնպես որ ողջուններս Կոնստանտինին, արդեն լավ ընկերացել ենք, իսկ մինչ այդ ես նրան չէի ճանաչում, այսինքն չէինք շփվել, միայն համացանցով գիտեի, եւ այնպիսի մեծ ջերմությամբ նա ընդունեց իր տուն մեզ, այնպիսի մեծ ջերմությամբ, ոնց որ թե 100 տարի իրար ճանաչում ենք։ Այսինքն իրեն տանն եք հյուրընկալվել, հյուրընկալվեցինք իր տանը, եւ երբ որ նա ինձ ասեց, դե մի հարց տուր ինձ երկար զրույցից հետո, ասեմ, որ երբ որ նա ընդունեց իր տուն մեզ, հենց մտանք ներս, նա բարևեց եւ գրկեց մեզ։
Դա մի փոքր ինձ համար տարօրինակ էր այն առումով, որ անծանոթ մարդիկ գալիս են իր տուն, իսկ նա միանգամից գրկում է, դա երևի թե նման բան լինում է երկրորդ-երրորդ հանդիպումից հետո մարդկանց հետ։ Բայց հայի նոտարության մեջ ոնց չի կարող։ Դե հիմա ասեմ, երբ որ նրան հարցրեցի Կոնստանտին, երբ որ դու մեզ գրկեցիր, դու այդ պահին քո էներգիան տվեցիր, թե մեզանից վերցրեցիր, որովհետև մենք կարելի ասել անծանոթ մարդիկ եկել են քո տուն հյուր։ Եվ նա հետաքրքիր բացատրություն տվեց, ասաց, երբ որ ես ձեզ հրավիրել եմ իմ տուն, չճանաչելով ձեզ, ես ձեզ հրավիրել եմ իմ սիրտ։ Եվ դա իմ տունը, իմ սիրտն է, եւ ես այնտեղ հրավիրում եմ հարազատ մարդկանց։ Եվ բնականաբար ես եթե ձեզ ընդունել եմ եւ հրավիրում եմ իմ սրտի մեջ, ես ձեզ պիտի գրկեմ, որ ձեզ տամ այդ էներգիան եւ նաեւ ձեզանից էլ վերցնեմ այդ էներգիան, որովհետեւ իմ տունը, իմ սիրտն է եւ իմ թակավորությունը, իմ տարածքը։ Այնպես որ սա շատ հետաքրքիր մեկնաբանություն էր, այո։ Եվ իրոք նա այնպեսի ընդունելություն մեզ ցույց տվեց, ասես թե մենք տենց 1000 տարվա ընկերներ էինք։ Ես չեմ կասկածում, որովհետև ես հետևորդ եմ, շատ հետևում եմ նրա խոսքին, նրա մտքերին։ Իմիջիալոց Ժորժ ջան, եթե ժամանակ տրամադրեք եւ լսեք նրան, շատ բաներ կքաղեք ձեզ համար, կարևոր բաներ, շատ կարևոր արժեքների մասին է նա խոսում, եւ իմիջիալոց մի բան ասեմ, շատ քաղցր խոսք ունի։ Անկախ ամեն ինչից քաղցրությունը գրավում է, այո։ Գրքերն նվիրեց ու ես պիտի կարդամ այդ գրքերը։ Ես եւ եթե դժվար չի լինի կփոխանցես, ես էլ կկարդամ եւ հերոսադիտողին իսկապես ասենք որ հոգեվոր սնունդ է ստանում նրա խոսքերից եւ ելի նորից եթե ունես դու այդ արժեքները քո համար առանձնացնում ես դրանք նորից հաստատուն են դառնում քո մտքերը քո գաղափարները եւ քո արժեքները որովհետեւ իսկապես կան բաներ որ փոփոխման ենթակա չեն այս կյանքում կան արժեքներ որ փոփոխման չեն ենթարկում եւ այս մարդու խոսքը հենց դրա մասին։ Եվ ասեմ, որ նա շատ մեծ ցանկություն ուներ Իսրայելում, այսինքն Երուսաղեմում լինելու եւ հենց այդ հատկապես Սուրբ Ծնունդի արարողության ժամանակ եւ ասեց միշտ մտածել եմ, բայց չգիտեմ երբ պիտի հաջողվեր եւ ահա երբ որ ինչ-որ բան ուզում ես, ամեն ինչ լինում է եւ եղավ այդ առաջարկը եւ նա սիրով համաձայնվեց, այնպես որ այդ օրերին մեզ հետ է լինելու այնտեղ եւ կարծում եմ բավական հետաքրքիր կանցնի։ Այս պահին մենք ու պիտի կարճատև դադար ունենանք Ադրինե, դու այստեղ փոքրիկ ավելացումներ կանես, հետո կվերադառնանք եւ կտեսնենք ինչ ստացվեց։ Դե ինչ եւս մեկ անգամ բարի առավոտ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Սիրելիներս շարունակում ենք մեր աշխատանքը, ինչ արեցինք մինչ այս պահը, սխտորը, սունկը եւ գազարը տապակել ենք համեմունքներով։ Այստեղ ճավը պատրաստ է, որը պետք է թաթախենք ալյուրով, այսպես ալրապատենք։ Ինչպես ասացի, ալյուրը մեզ պետք է կպչունություն ապահովելու համար։ Ամբողջ կանաչին փորձենք ալյուրով պատել, հետո ավելացնենք մյուս բաղադրիչները։ Այսպես։ Շատ լավ է, բավականին լավ է, ամբողջությամբ կանաչին թաթախվեց ալյուրի մեջ։ Հիմա ավելացնենք մեր տապակված բաղադրիչները։ Նորից լավ խառնենք, որպեսզի ամբողջությամբ միախառնվեն բոլոր մթերքները։ Ահա, սա էլ է պատրաստ, խնդրեմ։ Ահա, այստեղ ունենք պանիր, չմոռանանք պանիրը։ Պանիրը շատ հագեցնող է դարձնելու մեր օրվա ուտեստը եւ իհարկե գիտեք վիտամիններով հարուստ է լինելու այսօրվա բաղադրատոմսը։ Էլի խառնեցինք։ Այս ընթացքում իհարկե թավան գազօջախին է, ես փորձեմ նաեւ յուղը ավելացնել, որպեսզի տաքանա նաեւ յուղը։ Ահա Հիմա պետք է ավելացնենք հավկիթը, հարած հավկիթը, որը էլի համեմունքներով է ուրեմն հագեցած, այստեղ ունենք սև պղպեղ եւ իհարկե ունենք ամենապարզ դասական տարբերակը։ Ահա։ Սա թողնենք մի կողմի վրա, լավ խառնենք։
Այստեղ էլ մի փոքր ժամանակ է մեզ պետք, որպեսզի լավ միախառնենք այս բոլոր բաղադրիչները եւ իհարկե տեղափոխենք թավայի մեջ։ Հիմա փորձեմ ավելի մոտեցնեմ թավան, որ ձեզ տեսանելի լինի, սիրելիներս։ Հիմա տեղափոխենք թավայի մեջ եւ ամենակարևորը տեղափոխելուց հետո պետք է լավ հարթեցնենք։ Այսպես։ Ահա, փորձենք ամբողջությամբ ամանը մաքրազարդել, ինչու ոչ։ Շատ իմաստուն խոսք կա, ոչ մի կաթիլ թշնամուն, այսպես։ Այսպես փորձենք լավ հարթեցնել, տորտի տեսք տանք մեր օրվա բաղադրատոմսին, ծվածեղին, ոնց կուզեք անվանեք, ահա այսպես, տեսեք, ես լավ հարթեցնում եմ, որ կպչունություն ապահովենք եւ իհարկե այն հենց այսպես էլ պետք է ես շրջեմ, որպեսզի մյուս երեսը եւս տապակվի, մյուս կողմը եւս տապակվի։ Ահա այսպես ու տեղափոխում եմ գազ օջախի վրա հանգիստ իրեն համար կտապակվի այս ձվածեղը։ Դուք մնում եք մեզ հետ, որովհետև դեռ շատ հետաքրքիր պահեր են մեզ սպասում։ Խոսքս փոխանցեմ Սուրենին, հետո կշարունակենք։ Շնորհակալություն Ադրինեին, իհարկե այս ամենը քիչ հետո արդեն պատրաստ կլինի, իսկ դուք ամեն դեպքում միշտ հետևում եք ձեր կազմվածքին եւ բնականաբար նորաձևության, այո, նորաձևության աշխարհը շատ փոփոխական է, հետաքրքիր եւ նաեւ շատ կտրուկ։ Ահա հետեւյալ թեմաները, որոնք կարծացվեն, կարծում եմ հետագայում բոլոր այս նորաձևության էլեմենտներին։ Այս պահին նորաձևության մեր edge-ն է, հետո արդեն վերադառնանք եւ տաղավարում կողջունենք մեր հյուրերին։ Ողջույն, ես Մանանան եմ, Daphne բրենդի հիմնադիրը եւ ձեզ հետ շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից։ Այսօր կփորձենք հասկանալ, թե ինչպիսի գործվածքներ եւ նյութեր է օգտագործվում հիմնականում այս տարի նորաձևության ցուցադրությունների ժամանակ եւ որոնք արդեն տեսանելի են mass market-ում։ Մենք գիտենք, որ աշունձումեր հավաքածուներում հաճախ են լինում կաշվե իրեր, կաշվե փոխարինիչով իրեր, բայց ունենում ենք սեզոններ, որ դրանց օգտագործումը շատ ավելի ակտիվ է լինում։ Հենց այս տարի մենք տեսնում ենք այս գործվածքի բազմակի օգտագործումը ամենատարբեր պրոդուկտների եւ ցուցադրությունների ժամանակ եւ արդեն mass market-ում։ Եվ այստեղ հետաքրքիր չէ հենց նյութի քննարկումը, քանի որ կաշին կամ կաշվե փոխարինիչները միշտ կան նորաձևության մեջ, որոշակի ակտիվացմամբ եւ պասիվացմամբ, որքան այն տրամադրությունը, որով նա վերադարձել է նորաձևություն։ Մենք սովոր ենք տեսնել հիմնականում բրուտալ ոճի կաշվե իրեր, բաշկոններ, տաբատներ եւ այլն եւ այլն։ Բայց այս տարի մենք տեսնում ենք հետաքրքիր ներկայացում նաեւ կաշվե զգեստների բավականին կանացի ձևվածքներով։ Ուստի ձեր զգեստապարանը հետաքրքրացնելու համար, եթե կաշվե կամ կաշվե փոխարինիչով իրերի սիրահար եք, կարող եք ներգրավել նաեւ կաշվե զգեստներ։ Իհարկե, ինչպես նշեցի, կաշին ամենուր է եւ ցուցադրությունների ընթացքում կարելի է տեսնել շատ հետաքրքիր լուքել ամբողջովին կաշվից։ Մյուս եւ իմ ամենասիրելի գործվածքը, որից ուզում եմ խոսել եւ արդեն մի քանի սեզոն շարունակում եմ խոսել, դրանք կիսաթափանցիկ կտորներն են։ Ինչպես արդեն նշեցի, մի քանի տարի սրանք ակտուալ են, բայց ամեն անգամ նորից նորովի են ներկայանում մեզ։ Այս տարի ունենք մենք կիսաթափանցիկ կտորների հետաքրքիր մշակում, կարող եմ առանձնացնել դարսերով մշակումը եւ զգեստների եւ վերնաշապիկների մեջ սա շատ հաճախ օգտագործվում է, նաեւ տաբատներ եւ կիսաշրջազգեստներ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք դարսերով կիսաթափանցիկ կտորների օգտագործում ցուցադրությունների ժամանակ եւ որպես զգեստ եւ որպես կիսաշրջազգեստ եւ ընդհանուր լուք նաեւ։ Եվ կարծես շարունակելով այս տրենդը ուզում եմ նշել նաեւ, որ մենք ունենք ժանյակների օգտագործում, այսինքն շարունակվում է նորաձևության մեջ, սա նույնպես նոր չէ, բայց հետաքրքիր նորից նոր բուրըն զարգացում ունի։ Ժանյակի օգտագործումը ձեր լուքի մեջ կարող է ավելացնել կանացիություն, միևնույն ժամանակ պահպանելով ձեր հիմնական ոճը։ Եվ վերջում պետք է նորից խոսեմ մորթիների մասին, քանի որ դրանց օգտագործումը ամենուր է։ Մենք ցուցադրությունների ընթացքում տեսնում ենք մորթիա բոլոր տեսակի պրոդուկտներ, կոշիկներ, պայուսակներ, մորթու օգտագործում միկրոմորթիների
է օգտագործում վերարկուների, բաճկոնների վրա եւ այս տրենդը սկսել է դեռ 2025 թվականից եւ նոր թափ է ստանում 2026 թվականին։ Ամփոփելով նշեմ, որ այս բոլոր գործվածքները կարող են հետաքրքրություն մտցնել ձեզ զգեստապահարանում, բայց դրանք անպայման պետք է ենթարկվեն ձեր ոճին։ Շարունակում ենք մեր ծրագիրը։ Բարի լույս ևս մեկ անգամ բոլորին եւ ինչպես արդեն խոստացել ենք, տաղավարում ես մենակ չեմ։ Ունեմ հետաքրքիր հյուր, ում հետ պիտի խոսենք այս բանին։ Կինոռեժիսոր Մարինա Սոլոյանի «Մեր մանկության բակային խաղերը» ֆիլմաշարի հերոսները Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում կողք կողքի ապրող երեխաներն են, որոնք մեծ հիշեցնում են մեր մանկության բակային խաղերը, տղա-աղջիկ կոնֆլիկտային ու ընկերական փոխհարաբերությունները։ Այս ֆիլմաշարը միգուցե թվա նոստալգիկ մի ճանապարհորդություն դեպի այն բակերը, որտեղ մենք բոլորս մի օր եղել ենք։ Այո, բավական հետաքրքիր թեմայի է անդրադարձել մեր հյուրը։ Մեր հյուրն է կինոռեժիսոր Մարինա Սոլոյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Օրը սկսվում է իմ ամենասիրելի նախագծի մասին խոսելով եւ շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Վայ, մենք էլ շատ ուրախ ենք, որ նման թեմա եք անդրադարձել, որովհետեւ այսօր կարելի ասել բակային խաղեր մշակույթը ամբողջությամբ կորել է, որովհետեւ երբ որ երեխաները գնում են բակ խաղալու, մի քանի րոպե հետո տեսնում ես, որ երեխաները բակում են, բայց հեռախոսները ձեռքերին եւ իհարկե ցանցային խաղեր են խաղում։ Այսինքն այն առաջին 7 քարը, գործնագործը, լյագուշկան, էլ ինչեր կար Կլասիկը, հալամուլան, ճտթիզը, այդ ամեն ինչը վերացել է այսօր, բայց դուք որոշել եք այդ ամենը նորից գտնել, մի քիչ խոսենք, որտեղից եկավ այդ միտքը։ Այդ միտքը եկավ մի տարի առաջ, արդեն չեմ հիշում, թե ինչի պատճառով, ինչի արդյունքում, բայց հիշում եմ, որ մեր թատերական ինստիտուտի աստիճանների մոտ կանգնած voice message-ներ էի ուղարկում իմ օպերատորին եւ ասում էի, որ գիտես, ես այսպիսի նախագիծ եմ ուզում անել եւ մենք պիտի անպայման սկսենք այս նախագիծը եւ վերջը սկսեցինք եւ ինձ էլ էին շատ ասում, գիտես, չես գտնի դու այդ երեխեքին, որովհետեւ հիմա չեն խաղում։ Այո։ Եւ ես փորձեցի գտնել, այսինքն այո, գտա Հայաստանի տարբեր գյուղերում, քաղաքներում, Երևանում նկարահանում չենք ունեցել։ Երևանում չկան երեխեքը։ Երեխեքը մենք ենք եղել, բայց վաղուց երեխա չենք արդեն։ Այ ձեր համար եմ նկարել, որպեսզի այդ նոստալգիան ունենաք։ Այսինքն երևանցիներ նայեն եւ այդ նոստալգիան ապրեն։ Ինչ լավ է։ Ես հիշում եմ, որ ժամանակին մենք բարձրանում ենք ավտոտանիքների, գարաժի, այդպես էինք ասում են ժամանակ գտուրներին եւ այնտեղ խաղեր էինք խաղում, խաղող էինք գողանում, թութ էինք թափ տալիս։ Իսկ դա էր մեր ուրախությունը եւ բնականաբար այդ ամեն ինչը արդեն ուղեկցում էր այդ մեր խաղերով բակային։ Հետաքրքիր է, որտեղից գտաք այդ երեխեքին, որտեղ փնտրեցիք նրան, ինչպես հայտնաբերեցիք։ Երբ որ ես փորձում էի նկարահանում կազմակերպել օրինակ Ուրցաձորում, ես գտնում էի երիտասարդ մայրիկի, պարտադիր, եւ իր հետ զրուցում էի, ասում էի, արդյոք երեխաները մինչեւ այսօր բակ իջնում են, խաղում են թե ոչ, ու բոլորը ինձ միանգամից այնքան դրական պատասխան էին տալիս, իհարկե իրենք ամեն օր էս ինչ թաղում, էս ինչ տեղը խաղում են։ Եվ այդպես փորձում էի կապ պահել իրենց հետ, ու երբ որ գնում էի, արդեն երեխաները սպասում էին ինձ ու իմ նկարահանող թիմին, որպեսզի նկարահանվեն, եւ ես իրենց միշտ ազատություն էի տալիս, այսինքն իմ գլխում ունենալով այն խաղերի ցանկը, ցուցակը, որոնք որ ես ուզում եմ նկարահանել, բայց ամեն անգամ հարցնում էի, իսկ իրենք այս խաղերից ո՞ր խաղն են խաղում, ավելի սիրելով, ավելի լավ կազմակերպված, եւ այդպես ամեն մի խաղ գտնում էր իր երեխեքին, ամեն մի խաղ գտնում էր իր բակը, գտնում էր իր միջավայրը, ու այդպես կարողանում եմ գտնել։ Ես որոշեցի, որ ուզում եմ նկարահանեմ 9 խաղի մասին եւ մեր ֆիլմաշարը ունի 9 էպիզոդ, որոնք տարբեր տեղերում են, միայն 2-ը նկարահանել ենք Մեղրիում, որովհետեւ անհնար է այնտեղ մեկից ավելի չնկարել, եւ այնտեղ նկարեցինք 7 քար եկեղեցու բակում, տարբեր տեղերում, եւ մի Վոտանի Սև Սատանը, որը որ իմ ամենասիրելի խաղերից մեկն է, ու ամենադժվարն եմ գտել այդ խաղացողներին, որովհետեւ ինձ թվում էր դա միայն իմ լորիում է խաղում եւ իմ մեծավան գյուղում են խաղում, ու ասում եմ, բայց մի քիչ այն չի լինի, որ մեծավանում 2 էպիզոդ նկարեմ, որպեսզի չասեն, որ ես այնտեղից եմ 2 հատ եմ այնտեղ նկարում, ու այդպես երբ որ գտա շատ ուրախացա, երջանկություն էր, նայում էի իրենց ու կողքից մեջս բան է լինում, որ ուզում եմ խաղամ իրենց հետ, ուզում եմ խաղամ իրենց հետ, ու այդպես 2 էպիզոդ նկարեցինք Մեղրիում։ Անուն գորոցի կար այդպիսի խաղ, այո, նկարել ենք։ Մանուգորմեր դա պիտի բռնի։ Մի խոսքով շատ հետաքրքիր, շատ լավ թեմա եք անդրադարձել, մենք փոքրիկ հատված ունենք եւ ունենք հնարավորություն այդ ամենը դիտելու, այնպես որ այս պայն դիտենք ու վերադառնանք շարունակենք զրույցը, խնդրեմ։
Մեկ աղջիկ Տղաներն էլ իրաց մոտ ունեն։ Այո, այսօրվա սերնդի համար սա միգուցե տարօրինակ հնչի եւ երևա, բայց մենք հենց այս խաղերով ենք մեծացել, որովհետեւ այս խաղերի մեջ կար ազնվություն, այս խաղերի մեջ կար թիմային մտածելակերպ, ընկերություն եւ երբ որ շատ խաղում ենք արդեն այս բոլոր խաղերը, որը ներկայացված էր, հա, գետնից բարձր, բռնոցի, անուն գոռոցի եւ այլն, վերջում երբ որ հոգնում էինք, նստում էինք քարին բակի, հա, միտեղ եւ խաղում են կարմիր կոճակ, որովհետեւ դա չէր պահանջում ակտիվություն, պարզապես այդ հոգնած վիճակին նաեւ դա ենք խաղում։ Այսինքն, սրանք բաներ են, որոնք այսօր ցավոք սրտի արդեն չկան այս խաղերը, բայց դուք փորձել եք պահպանել սա։ Ես շատ կուզենամ, որպեսզի պահպանվի եւ միշտ խաղան երեխեքը ու փոխանցեն իրար, որովհետեւ մեր 9 էպիզոդները ոչ միայն մեր բակային խաղերի մասին են, այլ նաև տղա աղջիկ փոխհարաբերությունների իրար հետ հարաբերվելու մասին։ Ու ամեն անգամ, երբ որ ես իրենց հարցնում եի, իսկ որտեղից եք դուք իմացել այս խաղերի մասին, որովհետև ես ինքս իմ ժամանակ, երբ որ ինտերնետը այդքան հասանելի չէր, մենք բակ էինք իջնում ու արդեն գիտեինք այդ խաղերը։ Կարծես սերունդ այդպես փոխանցվում էր ու չէր պահանջվում, որպեսզի ինչ-որ մեկը մեզ հատուկ սովորեցներ։ Մենք դա գիտեինք։ Իսկ որտեղից եք իմանում դուք։ Ու բոլորը գրեթե ասում են, որ դե մանկապարտեզից մեզ սովորեցնում են մանկապարտեզում, հետո դպրոցում են խաղում, այսինքն լավ է, որ կան դեռևս մարդիկ, որոնք որ սովորեցնում են նոր սերունդին, ու ինձ թվում է, որ պիտի շարունակական լինի, հուսանք։ Այո, պիտի շարունակական լինի ու հենց դպրոցից, հա, ընտանիքից, դպրոցից, մանկապարտեզից արդեն այդ ավանդույթները պիտի փոխանցվի։ Սա իհարկե շատ լավ ու հետաքրքիր ավանդույթներ են եւ նաեւ կար մի տեսակ, ես հիշում ճամբար։ Մենք կոնֆետների եւ նույնիսկ պահածոների վրայից վերցնում ենք այդ տուփերը եւ այդ ամենը կպցնում է բաները, հա, յարլիկ էինք ասում դրանք եւ իհարկե թելով փակում ենք որոշ տարածք։ Այո, եւ մենք նույնպես դա անում էինք։ Հետո փոքրիկ համերգային ինչ-որ բան էին կազմակերպում ճամբարում եւ թաղի մեծերը, բակի մեծերը տալիս էին իրենց ծափարություններն ու գնահատականները։ Ինչ լավ է, որովհետեւ ես մտածում էի դա ես իմ սերունդի հետ անցել եմ եւ դա շատ վաղ պատմություն չունի, բայց հիշում եմ, որ մենք անպայման ես իրենց ասում էի, ինչ կոնֆետ ուտում ենք, հավաքում ենք թղթերը։ Ու վերջում մեծ պարկեր էինք հավաքում ու այդ պարկերից արդեն մեր, այսպես ասած, ճամբարը սարքում էինք։ Կար իհարկե դուք այստեղ նշեցիք չինգաչունգ էինք խաղում եւ Դոնալդ այդ բան։ Դա կոչվում է դա մի մաստակյան էր ծամոնի, բայց մենք ասում ենք Դոնալդ խաղանք, այսինքն այդ ակտիվությունը կար, հավաքում ենք մեր սիրելի արտիստների նկարները եւ հետո փորձում փոխանակվել իր հետ խաղերի միջոցով, 7 քարի միջոցով, ինչ որ բաներ։ Լավ, իսկ ինչ նոր բաներ կան, նոր բաներ նկատեցիք, որոնք նույնպես կարելի է դասել այս ավանդական խաղերի կողքին։ Ինչ գտակ այնտեղ, որը չկա այստեղ մայրաքաղաքում։ Կարծում եմ ամեն ինչ եղել է մայրաքաղաքում, ուղղակի հիմա մայրաքաղաքում չեն խաղում կամ մոռացել են դրանց գոյության մասին, իսկ մարզերում ավելի ուրիշ է, որովհետև դեռ կա բակային մշակույթ, կա միասին շփվել, իրար կանչել, որովհետև ես ինձ համար մի քանի նոստալգիկ պահեր ընդգծել եմ, որ պիտի դրանք լինեն ֆիլմում։ Օրինակ, իրար գալ ու կանչել առանց հեռախոսի, երբ որ դուք հարևաններ եք եւ իրար գիտեք թե ով ուր պետք է լինի, գոռում են, այո, եւ պիտի անպայման խաղից առաջ, երբ որ թիմերի ենք բաժանվում, կամ չինգաչունգ գցենք եւ թիմ կանչենք, կամ էլ հաց պանիր ջուր, կամ կոճակները իր ձեռքերի մեջ պտտելով, այսինքն այդ բոլոր նրբությունները եւ նյուանսները, որոնք որ մենք արել ենք խաղից առաջ, այդ ամբողջ ռիտուալը, որը որ մենք կառուցում էինք, բոլոր էպիզոդների մեջ փորձել եմ տեղադրել, որպեսզի մենք հասկանանք նոր սերունդը, որը որ ինձ շատ են ասում, որ շատերը չգիտեն, սրանց մասին չգիտեն, տեսնեն եւ իմանան թե ինչպես է կառուցված բակային կյանքը, որտեղից է սկսվում եւ ուր է ավարտվում կամ չի ավարտվում։ Իրականում չի ավարտվում, որովհետև հետո երբ որ արդեն մեծանում ես, այդ ընկերները դառնում են քեզ համար այնքան հարազատ, նույնիսկ նրանց երկար տարիներ
չհանդիպելուց հետո էլ երբ որ մի անգամ տեսնես, բնականաբար այն պատմությունը, որոնք եկել են այդ բակային մշակույթի ու խաղերի միջոցով, չեն սառում, չեն օտարանում եւ այդ ամենը նորից միանգամից տաքանում է։ Եվ այս ամենը բնականաբար ավարտվում էր նաեւ նրանով, երբ որ շաբաթվա վերջում կամ ամսվա վերջում հավաքվում էինք եւ կարտոֆիլ էինք խորովում քարերի մեջ, խոտերի մեջ ու հետո չգիտեմ, այդպես նստում, դրանից արդեն բան մնացած չնում, բայց մենք դրանից էինք ստանում այդ հաճույքը եւ անում էին քեֆ ենք անում։ Այդ քեֆն էր, որ տալիս էր նաեւ հենց այդ ազնվության ու ընկերության զգացումը։ Շատ լավ գործ եք արել, շատ ողջունելի է ու շարունակեք։ Խաղերից հետո բացահայտեք, չգիտեմ, էլի այն ժամանակվա բակային ավանդույթները, մշակույթները, ճամբարները, միջոցառումները, որովհետեւ դրանք այսօր պետք է բերել նոր սերնդին ու ասել այ սա է իրականը, նա արդեն վիրտուալ աշխարհ է, իսկ սա իրականությունն է։ Եվ քանի որ նման գործ եք արել, ետ եք նայել ու գտել եք այն ամենը, ինչը որ ձեզ համար հարազատ էր եւ մեր սերնդի համար նույնպես, ուզում եմ ձեզ նվիրել բացիկ, որտեղ կա զգացմունք, արև բացիկները, գրած է սիրում եմ։ Եվ հենց այսպիսին է Հայկոյի խոսքերով է ետ նայր ու տես, որ քեզ սիրում եմ։ Այնպես որ սա ձեզ շնորհակալություն, պահեք ձեզ կամ նվիրեք ձեզ համար հարազատ մարդու, ով այս խոսքերն է նշանակում ձեզ, ու հաճախ ետ նայեք, որովհետև այնտեղ գտնում եք այն ամենը, ինչ ազնիվ էր, մաքուր էր եւ այդ ամենը տալիս էր այդ զգացողությունը։ Այո, որը որ նաեւ մեր ներքին աշխարհն է կերտել, այդ ամենակարևորն է։ Այո, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն, հիմա փոքրիկ դաթար կլինի ու հետո կվերադառնանք եւ տաղավարում կողջունենք նաեւ մեր հաջորդ հյուրերին։ Այո, բակային խաղերից, խաղային մշակույթից վերադառնանք իհարկե մշակույթ, բեմ, որտեղ միանշանակ հենց ամանորյա նախաշեմին ներկայացում են հետաքրքիր իրադարձություններ։ Ամանորյա տրամադրությունն արդեն իսկ կա բոլորի մոտ, այնպես որ փորձեք այս տրամադրության հետ մեկտեղ նաև այցելել բոլոր այն միջոցառումներին, որոնք հատուկ հենց այս օրերի համար են նախատեսված։ Դեկտեմբերի 27-ին Գյումրու մարզամշակութային կենտրոնում կկայանա Գյումրու համայնքապետարանի Պարարվեստի դպրոց հողակի The Christmas Chronicles ամանորյա երաժշտական պարային մյուզիկլը։ Եվ այս առիթով մեր տաղավարում հյուրընկալել ենք Պարարվեստի դպրոց հողակի տնօրեն Լիլի Գասպարյանին եւ դպրոցի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարյանին։ Բարի առավոտ։ Այլուց, լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Դե եկեք նախ մի փոքր խոսենք Պարարվեստի դպրոցի մասին, հետո արդեն հասկանանք 27-ին կոնկրետ ինչ է լինելու։ Դպրոցի մասին երևի ավելի լավ կխոսի պարոն Գասպարյանը։ Պարոն Գասպարյան։ Դպրոցը ստեղծվել է 1997 թվականին, ես եմ նախաձեռնել, որովհետև քաղաքը չուներ պրոֆեսիոնալ այդպիսի դպրոց, եւ դպրոցը արդեն 28 տարի գործում է, նորմալ պայմաններ ունի։ Մենք ինչ ասեմ, բազմաթիվ փառատոներ ենք մասնակցել, մեր ցանկներ ենք ստացել, վերջինը մշակույթը եւ ես Հայաստանը եւ ես արվեստի նորից առաջի տեղը գրավեցին մեր դպրոցականները վերջերս Տիգրան Հեկիկյանի կազմակերպած այդ փառատոններ ամբողջ հանրապետության պարարվեստի եւ արվեստի դպրոցների մեջ առաջ տեղը գրավեցինք ունենք լավ սաներ իսկ գործում է դպրոցը լավ պայմաններ ունի Տարածաշրջանը միակ պարարվեստի դպրոցն է տարածաշրջանի այո այսինքն Շիրակի մարզի միակ պարարվեստի դպրոցն է Կամպակներ կան, բաներ կան, բայց պարարվեստի դպրոց որպեսզի այդպեսին միակն է։ Եվ միակ պարարվեստի դպրոցը դեկտեմբերի 27-ին պատրաստել է ամանորյա հեքիաթ։ Այո։ Ինչ է լինելու։ Պարարվեստի դպրոցը արդեն մի քանի տարի ավանդույթ է դարձել իր համար։ Մենք ունենք կիսամյակային հաշվետու համերգներ եւ տարեվերջյան հաշվետու համերգներ եւ առաջին կիսամյակի հաշվետու համերգը ավանդույթ է դարձրել վերցնել որևէ մուլտֆիլմ, որևէ ֆիլմ եւ այն վերածել պարային ներկայացման։ Եվ այս տարի դա եղավ The Christmas Chronicles ֆիլմը, Netflix-ի հայտնի բոլորին։ Մենք վերցրեցինք ֆիլմը, օգտագործեցինք մոտիվներ ֆիլմից, իհարկե ամբողջությամբ այն վերածել պարային ներկայացման մի փոքր բարդ կլիներ։ Խորեոգրաֆիան ամբողջությամբ արվեստի դպրոցի մանկավարժներինն է, ամեն տեսարան, քանի որ դասավանդում է տարբեր մանկավարժներ, մենք բաշխել ենք տարբեր տեսարանների, բաշխել ենք մանկավարժների միջև, ընտրել ենք գլխավոր կերպարներ, ինչպես որ ֆիլմում կա, եւ այդ ամենը միացրել ու ստանալու ենք արդեն մյուզիկլ։ Բայց այս տարի մի փոքր շքերտներ կբացեմ ու կասեմ, որ տարբերվելու է անցյալ տարիների ներկայացումներից նրանով, որ բեմում լինելու է նաև երգչախումբ։
Վաու։ Այսինքն մենք ունենալու ենք այնտեղ տեսարաններ, որտեղ մասնակցություն է ունենալու երգչախումբը, մնացածը թողնեմ մի քիչ գախնի մեր հանդիսատեսի համար, որպեսզի գան մեր ներկայացմանը եւ այն դիտեն ավելի հետաքրքրությամբ մեծ։ Եվ նորովի կլինի դա մեր աշակերտների համար եւ հանդիսատեսի համար։ Պար, երգչախումբ, սա իհարկե կատարողական արվեստը ել ավելի փայլուն դարձնելու համար, իսկ վիզուալ էֆեկտներ, հագուստներ, որովհետև այսօր երեխաներին շատ դժվար է թեքիաթի մեջ տանել։ Այո, եւ դուք երևի ինձանից լավ գիտեք, թե այդպիսի ներկայացումներ կազմակերպելը եւ բեմադրելը ինչքան մեծ ծախսերի հետ է կապված եւ օգտվելով առիթից ուզում եմ Գյումրու համայնքապետարանի շնորհակալություն հայտնել, որովհետեւ մեր այս տարվա առաջին կիսամյակի հաշվետու համերգը ներկայացումը մենք անում ենք իրենց բարձր հովանու ներքո։ Ու դա մեր աշակերտների եւ մեր համար շատ մեծ ուրախություն էր, որովհետեւ մենք ունենք այնտեղ բազում դեկորներ, կարվում են գրեթե նոր բոլորը նոր հագուստներ, որովհետեւ դե գիտեք, պարային համարների համար մի քիչ ամեն ինչ այլ է, իսկ ներկայացման համար մենք պետք է ունենանք դեկորներ, ռեկվիզիտներ, ներկայացմանը համապատասխան հագուստներ, որպեսզի այո, կերպարներն ավելի արտահայտիչ լինեն։ Եվ արդեն անցած տարի մենք ունեցանք Grinch ֆիլմի հիման վրա նախ անցյալ տարի Սառցե սիրտներ Ֆրոզենը եւ ամեն տարի այդպես մեր աշակերտներին մենք փորձում ենք որ պարային համարներից բացի նրանք կարողանան կերտել կերպարներ որպեսզի ավարտեն դպրոցը որպես ոչ թե ընդհանրապես պարող, այլ արտիստ։ Արտիստներ, այո, ամբողջականացված այդ ամենը։ Ովքեր են մասնակիցները, երեխաները տարբեր տարիքի են, ինչքան ժամանակ է որ պարարվեստի դպրոցում են։ Տարբեր տարիքի երեխաներ են, սկսած 6 տարեկանից մինչև 13-14 տարեկան երեխաներ են, յուրաքանչյուրից 10 անով, այսինքն դպրոցը 7-ամյա է, ունենք 7 տասաններ, յուրաքանչյուրից 10 աններով մենք տասան ունենք, որ երկու խմբի է բաժանված, այսինքն երեխաները շատ են, բաժանել ենք երկու խմբի, առաջ երկրորդ տասանները ունենք այդպես երեխաներ, որ երկու խմբի են բաժանված, յուրաքանչյուր խումբ ներկայացում է իր մանկավարժի հետ միասին իր ստեղծագործությունը, իր պարը, երաժշտությունները, որոնք վերցրել ենք մենք ֆիլմից եւ վերցրել ենք նաեւ մեր հայ կոմպոզիտորներից, որը նվիրված է ամանորեն երաժշտություն։ Եվ մասնակցում են դպրոցում շուրջ 100 երեխաներ։ Շուրջ 100 երեխաներ մասնակցում են միջոցառմանը։ Լավ, եկեք մի փոքր Էմորոսմա կուլիսներ գնանք, հա։ Շուրջ 100 երեխաների հետ աշխատել ու այդ ամենը իրականացնել, ես համոզված եմ, որ բարդ է։ Խոսքը տեխնիկական մասով չի, այլ այդ ամբողջը կառավարել, այդ ամբողջը մի կոլեկտիվի մեջ ներկայացնել։ Այ ովքեր են աշխատում երեխաների հետ այսօր։ Այսօր մենք չեմ ուզում թեթիկ հնչի, բայց աշխատում է մեր դպրոցում Գյումրի քաղաքի լավագույն մասնագետները պարարվեստի, որովհետև դա էլ է մի փոքր բարդ։ Բոլորը գալիս են, սովորում են Երևանի պետական քոլեջներում եւ համալսարաններում ստանում են բարձրագույն կրթություն եւ մնում են Երևանում եւ Գյումրիում պրոֆեսիոնալ պարարվեստի մասնագետ գտնելը շատ բարդ է եւ մենք ունենք այդ երջանկությունը եւ ունենք մասնագետներ, արդեն ունենք վաստակաշատ մասնագետներ, այս տարի նաեւ ունենք նոր երիտասարդ մասնագետներ, ովքեր ավարտել են մեր դպրոցը, լավագույնն են եղել եւ մենք այս պահին իրենց ընդգրկել ենք նաեւ մեր պարուսույցների շարքում եւ նրանք աշխատում են կրկնակի աշխատանք են տանում, ինչու ոչ եռակի մասնագետներ ունենք, ովքեր եւ հագուստներ ու դեկորներ են պատրաստում երեխաների համար եւ պարն են սովորեցնում, թե ինչ պետք է նրանք բեմում ցույց տան, բեմադրում պարը եւ նաեւ կերպար են ստեղծում, փորձում են նրանց կերպարը բացատրել, որպեսզի կարողանան ճիշտ դերասանի վարպետությամբ այն բեմում ցույց տալ։ Այսինքն եռակի աշխատանք են մեր մանկավարժներն այս պահին կատարում։ Սա իհարկե տարվա վերջյան, տարեվերջյան, հա, տոնն է, բայց մի ամբողջ տարի դպրոցն աշխատում է, մի ամբողջ տարի դպրոցը ներկայանում է հանդիսատեսին։ Եկեք մի քիչ հետ հայաց գցենք ու հասկանանք այս տարվա ընթացքում ինչ արվեց դպրոցը, ինչ բարձրացավ բեմ։ Դա կրկին առաջին կիսամյակը մի քիչ խաղարկային, մի քիչ տոնական, մի քիչ այսպիսի ամանորյա ենք ներկայացնում, իսկ տարեվերջը արդեն երկրորդ տարին է ավելի լուրջ, ավելի այլ ուղղությամբ ենք ներկայացնում։ Անցյալ տարի եղավ Շառլ Ազնավուր 100-ամյակին նվիրված մեծ միջոցառում, առաջին բաժինը, երկրորդ բաժինը հաշվետու համերգ, այսինքն թե դպրոցի աշակերտները ինչ են սեպտեմբերից մինչև մայիս սովորել։ Դա ենք ցույց տալիս։ Այո։
Իսկ այս տարի կարծես թե նվիրում ենք մեծերին, հայ մեծերին։ Այս տարի նվիրեցինք Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։ Ուստակարո վեպից վերցրեցինք հատված եւ բեմադրեցինք դա առաջին բաժինը կրկին, երկրորդ բաժինը նորից հաշվետու համերգ։ Շատ շքեղ ներկայացում էր։ Ցավում եմ, որ ընդամենը մեկ անգամ այն դրամատիկական թատրոնի բեմում գնաց սուղ ֆինանսների պատճառով։ Հուսով եմ, որ Կենտանի երաժշտությամբ։ Այո։ Ամբողջ ներկայացումը կենտանի երաժշտությամբ էր։ Եվ երաժշտությունները վերցրած էր այն երաժշտությունները, որոնք Ավետիք Իսահակյանի խոսքերով գրված երգեր էին եւ երաժշտություններ են, ճիշտ է, էլի օգտվել էինք նաեւ այլ Ավետ Տերտերյան, օգտվել էինք նաեւ Նիկողայ Տիգրանյանի երաժշտությունից, բայց հիմնականում երաժշտությունը վերցրել ենք այն երաժշտությունները, որոնց Ավետիք Իսահակյանի խոսքերի հիման վրա էր գրվել։ Քանի տարի են սովորում երեխաները դպրոցում։ 7 տարի։ Եվ հետո արդեն ինստիտուտ բուհա հասնում են։ Եվ հետո շատ ցավոտ է մեզ համար։ Այս դրա մասին եմ խոսում, որովհետև 7 տարի դառնում են ընտանիքի անդամ։ Այո։ Այդ ջերմությունը, սերը, որ տալիս եք տարիների ընթացքում, հետո գարս է մի պահ, երբ պիտի նրանց բաց թողնեք։ Թրջունի նման, հա։ Այ հարց է, նրանք հետո կվերադառնան այդտեղ որպես դասավանդողներ, թե ոչ։ Բայց այդ բաց թողնելու process-ը ո՞նց է կանում։ Մենք այս պահին նաև ունենք դպրոցին կից անսամբլ, որը մեր սաները ավարտում են եւ չկա մի վայր, չկա պետական հարթակ, այսինքն բարի պետական անսամբլ չունի Գյումրին, ցավով եմ նշում եւ բազմիցս այդ խնդիրը բոլոր հարթակներում բարձրացնում ենք տարիներ շարունակ պարոն Կասպարյանը, այժմ ես նույնպես եւ այդ հարցին չի տրվում բացարձակապես լուծում, բայց մշակույթի արվեստի քաղաքը այսօր չունի բարի պետական անսամբլ։ Ու մեր սաները ավարտում են, չունեն ոչինչ անելու, ստիպված գնում են ընտրում են այլ մասնագիտություն, Գյումրիում միայն ունի Թատերական ինստիտուտը, Պարարվեստի բաժին, շատերը շարունակում են այնտեղ, շատերը ոչ, եւ այդպես գնում են մեր սաները այլ ուղղությամբ։ Եվ մենք մնում ենք առանց կադրերի, ինչու ոչ։ Դա շատ ցավոտ խնդիր է, բայց լավագույններին մենք շատ ժամանակ ընդգրկում ենք մեր համերգների մեջ, որպեսզի չմոռանան Պարարվեստը, չմոռանան, թե ինչ են այդ տարիների ընթացքում նրանք սովորել։ Բավականին հետաքրքիր է, հա, որովհետև արդեն երբ որ վերադառնում են հանկարծ, դու հասկանում ես, թե ինչ մեծ կարոտ կա եւ իհարկե արդեն կամաց նորից ընդգրկվում են այդ ամեն ինչի մեջ։ Շատ լավ, ինչ ակնկալիքներ ունեք արդեն հաջորդ տարվանից։ Ունեք նախագծեր, որոնք արդեն գծել եք հաջորդ տարվա համար։ Բազում նախագծեր կան հաջորդ տարի եւ մեր մեծերին նվիրված նորից եւ այս պահին այնքան շատ է եւ պարագողությունը եւ մտքի գողությունը, դրա համար շատ չեմ ուզում բարձրաձայնել խուսափելու համար, որ ինձանից առաջ չընկնեն եւ իմ մտքերը գողանան, որովհետեւ այդպիսի շատ դեպքեր են եղել։ Դրա համար փորձեմ դեռ լռել, բայց հուլիս ամսին նորից ինչպես նախորդ տարիներին, այդպես շատ հետաքրքիր նորություն է սպասվում մեր հանդիսատեսի համար։ Ուղղակի կցանկանամ, որ այն լինի շարունակական եւ այդ մեկ օրով չսահմանափակվենք մենք։ Մենք արդեն 9-րդ տարին է անցկացնում ենք այդպիսի պարային ներկայացումներ, երաժշտական պարային ներկայացումներ եւ ավանդական ենք դարձել։ Միայն 20 թվականին չկարողացանք անցկացնել, 2016 թվականից մինչ օրս մենք միշտ սկիսամյակին երաժշտական պարային ներկայացում ենք, նորություն ենք մտցել մեր քաղաքում, որովհետեւ չկար այդպիսի բան, մանկական պարային ներկայացումներ։ Դե 28 տարվա մեջ մենք նաև սաներ ենք ունեցել, որոնց երեխաներն են գալիս արդեն մեր մոտ։ Սերունդ է փող։ Այո, իրանց երեխաներն են գալիս մեր մոտ, դե ես արդեն 48 տարի դասավանդում եմ եւ իմ մեծ աշակերտների թորներն են գալիս նույնիսկ մեծ դպրոց։ Այդպիսի ավանդություն ունենք, որ շարունակում են, բերում են երեխաներ։ Լավ է, մեծ դպրոցը մի քիչ տղաների խնդիր ունի, ամբողջ հանրապետությունում այդ խնդիրը կա տղաները քիչ են հաջողում բարի։ Այո։ Այդ խնդիրը ունենք, որովհետև տղաներին ավելի շատ է պետք բարը, որովհետև բարը ֆիզիկապես զարգացնում է առնական տղամարդ է դաստիարակում։ Մեր հայկական բարերը բոլորը մարտական ռազմական բարեր եւ այդ տղաները բարելու գալու ավելի առողջ, ավելի առնական, ավելի տղամարդ են դաստիարակում։ Ես ուղղակի առիթից օգտվել խնդրում եմ բոլոր ծնողներ, որ տղաներին ուղարկեն պարարվեստը, ժողովրդական պարը, հայկական, դա մարտարվեստ է։ Այո։ Գիտենան։ Այսքանը։
Շնորհակալ ենք ձեզ։ Մաղթում ենք հաջողություններ եւ այն տոնական տրամադրությունը, որ ունեք այսօր, համոզված եմ, որ հաջորդ տարի էլի տարեվերջին այս նույն ամփոփիչ տոնական տրամադրությունը կլինի, այնպես որ երկար ճանապարհ, միշտ ու բազում հետաքրքիր կադրեր։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել երկու բացիկ, մեկը ամանորյա է, մեկը սիրելիների համար, այնպես որ արև բացիկները ձեր դպրոցին որպեսզի շատ սեր լինի եւ շատ տոն լինի։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն։ Մենք էլ ձեզ հրավիրում ենք մեր համերգին ներկայացմանը եւ դա նաեւ առիթ կլինի, որ շրջեք տոնական Գյումրիում, քանի որ մուտքը այս պայն ճիշտ է տոմսերով է, բայց ազատ է, բոլորին ենք հրավիրում, բոլոր ցանկացողներին, թող գան եւ տեսնեն տոնական Գյումրին եւ տեսնեն գյումրեցի տաղանդաշատ մանուկներին։ Հրաշալի է։ Դե բաց չթողնեք Գյումրին տոնական ու հրաշալի տրամադրության մեջ տեսնելու եւ բնականաբար այդ ամենին գումարում է մշակութային տոնն ու տրամադրությունը։ Սա իհարկե արդեն դեկտեմբերի 27-ին, իսկ այս պահին փոքրիկ դադար, հետո վերադառնանք եւ Ադրինի հետ միասին ամփոփենք այսօրվա ծրագիրը։ Դե ինչ սիրելիներս, ահա մոտեցավ ավարտին մեր այսօրվա գեղեցիկ հաղորդաշարը, ես ներկայացնեմ, թե ինչ եմ պատրաստել, գազարով, սնկով, ճավով եւ բազմաթիվ համեմունքներով, ինչպես նաեւ հիմքը հանդիսանալով հավկիթը պատրաստեցինք ձվածեղ։ Փորձենք կտրել, տեսնենք, թե ինչ է ստացվել եւ միասին իհարկե վայելենք։ Իհարկե այս ընթացքում չեմ մոռանա նշել մեր գործընկերոջ համեղ արտադրանքի մասին, ահա տեսեք այստեղ ինչ ունենք, եւ այս համեղությունը կարելի է համադրել այս ընտիր պահածոներով, Իջևանի գինու եւ պահածոների գործարանի այս արտադրանքով։ Կարող ենք թթու կողքին ճաշակել, կարող ենք կարմիր պղպեղը մարինացված, խավիարը, ինչը որ ցանկանաք, գնեք, վայելեք եւ իհարկե ձեր օրը դարձրեք այսպես համեղ եւ իհարկե չմոռանանք տնական կոմպոտների մասին, սիրելիներս, գնեք եւ վայելեք իսկապես եւ հետևեք ձեր առողջությանը, տաք հագնվեք եւ լավ սնվեք եւ մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ ու իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինեին համեղության համար, արդեն ընդհանուր վարքյաներ հետո կփորձենք այս ամենը եւ չենք մոռանա նաեւ երեկոյան համադրել մեր հաճելի ինտրիգի հետ միասին բրիզը, ինչ առաջարկում է իհարկե Իջևանի գինու գործարանը, ռոզե փրփրուն գինին, որը գեղեցիկ համադրություն եւ գույն կտա ձեր երեկոներին։ Դե նաեւ եթե մտածում եք, որ դուք աշխարհի ամենագեղեցիկն եք եւ ուզում եք այդ գեղեցկությունը միշտ պահպանել եւ հաճելի լինել գեղեցիկ սեռի համար, ապա գնացեք Master-Right Barber Shop, որտեղ իհարկե Վահեն Արտակը եւ պրոֆեսիոնալ բարբերները միասին ձեզ կդարձնեն ձեր երազած ալագեղեցիկը։ Նալբանդյան 37 հասցեում է գտնվում Master-Right-ը։ Դե նաեւ էմոցիաներն էլ փոխանցելու համար մի զլացեք, նվիրեք ձեր սրտի բոլոր նվերները, այդ ամենի հետ մեկտեղ նաև իհարկե արևոք բացիկները, որոնք ամանորյա արդեն իսկ կան ու հասանելի են քաղաքի լավագույն սուպերմարկետներում, ծաղկաշատ ու քաղցր վայրերում, նույնպես եւ նաև Instagram-ի էջը արևոք, որտեղ կարող եք գտնել ձեր սրտի բացիկը։ Սա իհարկե մեր ընկերների մասին, իսկ մեր մասին ինֆորմացիան միշտ հասանելի է յուրաքանչյուր առավոտ ժամը 10:30-ից մինչև ժամը 12:00 ATV ուղիղ եթերում։ Դե չմոռանանք, որ այսօր էլ այս ամենը մեր մեծ թիմով պատրաստեցինք ձեզ համար սիրով։ Լավ մնացեք։